Կալուգացի օլիգարխը B կլասի գործակալա լրտեսա իմացանք, որ ԲՀԿ-ի ղեկավար Ծառուկյանն էլ Չ կլասի լրտեսա, բայց մեկ այլի լրտեսա։ Երեք նայում եմ ասում, չգիտեմ ինչ արել մեր ասածների մասին լրագրողները բան են ուզում, մեկնաբանություն են ուզում, ասում դե գիտեք ինչ, ես չեմ իջնում այդ մակարդակին, բան չեմ ասում։ Ստեղ պրոբլեմը գիտեք որն է իր այդ կապված։ Ախր դու իրոք չես կարա իջնես այդ մակարդակի, որովհետև քո մակարդակը այնքան ցածր է, որ դու իջնելու տեղ չունես, հակառակ դեպքում դու իջնեիր։ Իջնելու համար դու պետք է գետնը մտնես, այսինքն գետնի վրա պետք է չերևաս, որովհետև քո մակարդակը պլինդուսի ցածր է։ Եվ հիմա ժողովուրդ ջան, ուրիշ բաներ են բացվում եւ բացահայտվում։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ գործերով պարզվել է եւ այլևս Ծառուկյանի փեսա, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի առանձնատունը այլևս առանձնատուն էլ ասում եմ, դե գիտեք էլի իրանց այդ բաները տենց մի, ասենք 700 մետր 825-ի վրա, ասենք խոհանոց, ենթադրենք մի կիլոմետրը 1.5 կիլոմետրի վրա ննջարան, ասենք 7 կիլոմետրը 8 կիլոմետրի վրա ճաշասենյակ, բան սենց էլի, այդ մարդիկ թալանով դա կառուցել էին, հույսով, որ վայելելու են, վայելելու են, բայց ոչ թե իրենք, այլ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, որովհետև դա այլևս հիմա վերջնական անշրջելիորեն Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփականությունն է, բայց այդ Գուլոյան, Ծառուկյան, մաֆիան դեռ նոր պտի իր հատուցմանը հասնի, եւ ես ինչպես 2021 թվին ձեզ խոստացա, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված պրոցեսներ են լինելու, հիմա ձեզ ուղիղ ասում եմ, շատ շուտով Ծառուկյան ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական եւ պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ այդ Գուլոյան, Ծառուկյան, մաֆիայի մախինացիան բացահայտվել է եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը արդեն իսկ գրություն է ստացել Հայաստանի Հանրապետության դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման եւ առաջիկայում շատ արագ մենք ինչպես հեծում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտում ենք նշանակելու կառավարիչ եւ ես Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատողներին շնորհավորում եմ ազատագրման առիթով, նրանք այլևս կարիք չունեն կատարելու այս պահից ես ասում եմ, նրանք Ծառուկյանի, Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, որովհետև նրանց գործատուն այլևս Հայաստանի Հանրապետությունն է, ուրեմն հետևեք Հայաստանի կառավարության հրահանգներին եւ այլևս Արարատ ցեմենտը շատ շուտով դե յուրե վերադարձվելու է Հայաստանի Հանրապետության ժողովրդին։